Երամսյակը մեկ ահա այսպիսի կազմով կամ չնչին փոփոխությամբ էկոնոմիկայի նախարարությունում մի սեղանի շուրջ են նստում հասարակական սեկտորի ներկայացուցիչներն ու շուկայի վերահսկողության պետական տեսչության պետը։ Հաշվետվությունն էլ երամսյակային է։ Մի քանի օր անց կվերջանա մարտը, հունվարից այս կողմ ստացվել է 50 բողոք։ Դրանց մեծ մասը հասարակական կազմակերպությունների խողովակով է։ Եթե բոլոր սպառողները փորձեին տեր լինել իրենց իրավունքներին, չի բացառվում, որ դրանք մի քանի անգամ շատ լինեին հենց թեկուզ կոսմետիկ միջոցների դեպքում։ Տարիներ շարունակ մեր երկրում իրացվող կոսմետիկ միջոցների անվտանգությունը եւ որակը չի ստուգվում։ Այն դեպքում, երբ որ մենք գիտենք, որ վերջին դեպքը, հատկապես երբ ալերգիայի հետևանքով մինչև մահացություն ունեցանք, մեր երկրում դա չի ստուգվում, այսինքն ներողություն կոպիտ է հնչում, միգուցե եւ նման բան տնտեսվարողը չի անում, բայց օրենքով չի արգելում, այսինքն ինչ որ մեկը կարող է նկուղում պատրաստել կոսմետիկ միջոց եւ այն իրացնել, դա ստուգող չկա տեխնիկական կանոնակարգը։ Բոլոր ոլորտներն վերահսկում են կոսմետիկայի մասով, եթե ես չեմ սխալվում, բավականին մոտ օրերս կլինի ավարտված նոր տեխնիկական կանոնակարգ։ Տեխնիկայի մասով բավականին շատ են լինում դիմում բողոքները, որոնք վերաբերում են երաշխիքային մասով տեխնիկան փոխանակելու կամ յետ վերադարձնելու խնդիրներին, մենք ունենք բավականին նմանատիպ դիմում բողոքներ, որոնց օրինական ընթացք կա տվել եւ փոխանակվել է տեխնիկան հինը նորով։ 235600 թեժգծի համարն է տալիս Լևոն Խալիկյանը։ Այս համարին իհարկե սպառողների չնչին մասն է դիմում։ Փոխարենը հասարակական սեկտորի ներկայացուցիչներն են սեփական մոնիտորինգը ներկայացնում։ Ասում են, թեև գործակցում են շուկայի վերահսկողության պետական տեսչության հետ, սակայն վերջինի լծակները նրանց չեն գոհացնում։ Մեկ դեպք այո, լուծվել է տեսչությանը դիմելու միջոցով, երկու դեպքի ինքնուրույն ենք լուծել, բայց անգամ ինքնուրույն լուծելու գնացինք ինքնուրույն լուծման հասկանալով, որ ինչպես որ էկոնոմիկայի նախարարության պետական տեսչությունը պետք է համոզի հետ վերցնել, այնպես մենք պետք է համոզենք, որովհետև ըստ էության օրենսդրական լծակը եւ ըստ էության նորմերը, որոնց որ պետք է տեխնիկան բավարարի, դրված չեն, իսկ տեսչությունը միայն համապատասխան ուղղացույցերի եւ մեթոդականների հիման վրա կարող է ստուգում իրականացնել, այն էլ եթե ապրանքի համար կա տեխնիկական կանոնակարգ։ Հասարակական կազմակերպության եւ շուկայի վերահսկողության պետական տեսչության տարբերությունը կայանում է նրան, որ շուկայի վերահսկողության պետական տեսչությունը իրավունք ունի նշանակել վարչական տուգանք, կասեցնել տվյալ կազմակերպության գործունեությունը եւ ոչնչացնել ամբողջ խմբականակ, այսինքն հանել վաճառքից։ Հասարակական կազմակերպությունները նման իրավասություն չունեն։ Տեխնիկայի շուկայում առաջացող խնդիրներից մեկն է մատնանշում սպառողների խորհրդատվություն հասարակական կազմակերպության նախագահը։ Խնդրին առավել շատ սպառողը բախվում է պլանշետի գնման դեպքում։ Մենք ընդունում ենք, որ կարող է նաև սպառողը գցել է այդ համակարգիչը ու փորձում է տանել փոխանակել։ Դրա համար, երբ որ ինչ-որ վիճաբանական խնդիր է արդեն դառնում, երբ անհնար է որոշել սպառողն է սխալ թե տնտեսվարող սուբյեկտը, մենք առաջարկում ենք դատական կարգով տվյալ խնդիրը լուծել։ Իսկ դատարան դիմելու եւ քաշքշուկների մեջ մտնելու ցանկություն հազիվ թե ունի սպառողը։ Քրիստինե Սուքիասյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։